Ով է այս նկարում պատկերված մարդը։ Միգուցե դու ճանաչեցիր, բայց կլինեն մարդիկ, ովքեր չեն ճանաչի։ Դա ցավալի է, քանի որ այդ նկարում պատկերված մարդը Մինաս Ավետիսյանն է, հայ մեծ նկարիչը, ով իր անջնջելի հետքն է թողել մեր արվեստի պատմության մեջ։ Կցանկանայի, որ յուրաքանչյուր դիտորդ փորձի իմանալ այս բացառիկ մարդու մասին մի քանի հետաքրքիր փաստ։ Կարող է թվալ զարմանալի, բայց նա տեսնում էր գույները լսելով։ Ասում են, Մինասը հաճախ նկարելիս միացնում էր երաժշտություն և յուրաքանչյուր նոտա ասոցացնում էր գույնի հետ։ Նրա առաջին թանգարանը եղել է եկեղեցու պատը։ Մանկության տարիներին Ջավախքում Մինասը հաճախ էր այցելում եկեղեցիներ ու ժամերով նայում հին ֆրեսկաները։ Նա փորձել էր վերականգնել դրանք սեփական ձեռքերով, քարերի ու մոխրի միջոցով։ Նրա արվեստանոցը այրվել է խորհրդային տարիներին։ 1972 թվականին հրդեհի հետևանքով Մինասի բազմաթիվ գործեր ոչնչացվեցին։ Պատճառն ամբողջությամբ երբեք չբացահայտվեց, բայց Մինասը համոզված էր, որ դա պատահականություն չէր։ Այդ իրադարձությունը խորապես ազդեց նրա հոգեվիճակի վրա։ Նա համագործակցել է թատրոնի և կինոյի հետ։ Մինասը ոչ միայն նկարիչ էր, այլև բեմանկարիչ։ Նա ձևավորել է մի շարք ներկայացումներ, այդ թվում Սպենդիարյանի օպերաներ և բալետները։ Նրա մահը դեռևս համարվում է առեղծվածային։ 1975 թվականին Մինաս Ավետիսյանը մահացավ ավտովթարի հետևանքով, սակայն շատերը մինչ օրս կասկածում են, որ դա ճակերտների մեջ պատահական չէր։